Ողջույն հարգելի լիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք Արարատ Աստվածաշունչի առաքելությանը։ Մենք ունենք Աստծո խոսքի սերտողություններ ամեն չորեքշաբթի եւ կիրակի օրեր։ Այս կիրակի օրվա սերտողությունը նոր կտակարանից է եւ շարունակում ենք մեր ուսումնասիրությունները նամակ Հռոմեացիներին։ Այս կիրակի 7-րդ գլուխն ենք ուսումնասիրում 1-ից 6 համարները։ Ինչպես միշտ բոլորին մենք քաջալերում ենք, որ երբ ստանում եք այս պատգամը, դուք ինքներդ ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Դուք էլ նույնպես կատարեք ձեր ավետարանության պարտականությունը եւ խնդրում ենք, որ բոլորը, ով տեսնում են այս պատգամը, բաժանորդագրվեք, հետևեք մեզ, որպեսզի տեղեկացվեք, երբ մենք նոր թողարկում ենք ունենում սերտողությունների հետ կապված։ Հատուկ ժամ չունենք, դրա համար ավելի հարմար կլինի, որ բաժանորդագրվեք եւ հետևեք ու մեր սերտողությունները դուք կկարողանաք ուսումնասիրել եւ դիտել։ Հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք մենք այս հնարավորության համար, որ ամեն չորեքշաբթի եւ ամեն կիրակի մեզ հնարավորություն ես տալի քո խոսքերը սերտենք, սովորենք եւ աշակերտվենք քո խոսքերով։ Աղոթում եմ մեր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ մեզ բոլորիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում եմ օրհնես այսօրվա սերտողությունը եւ առաջնորդես մեզ Սուրբ Հոգով։ Աղոթում ենք Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն հարգելիներս, այս կիրակնօրյա սերտողության վերնագիրն է օրենքը վերստին ծնվածների համար չի։ Այս սերտողությունը Պողոս առաքյալը ուրեմն ավելի հավելում է մեզ, թե տարբերությունը հին եւ նոր ուխտի միջև։ Կոնկրետ եւ հատկապես ինչպես է փոփոխությունը տեղի ունենում անցնելով հինից նորը։ Իհարկե, եթե այն ժամանակվա հրյա լինեի եւ հին օրենքի մեջ լինեի, հին ուխտի մեջ, ավելի հասանելի եւ հասկանալի կլիներ, քանի որ իհարկե հին ուխտը հրյաներն էին կրում եւ հին ուխտից նոր ուխտը անցնելու պես բացատրում է նա, թե ինչպես է տեղի ունենում։ Եվ ընդհանրապես օրենքը ինչպիսին էր եւ ինչպես էր գրված, հատկապես մի հատուկ օրինակով։ Եվ հիմա կտեսնենք շուտով, կկարդանք 1-ից 6 համարները ու կանցնենք սերտողությանը։ Ուրեմն Պողոս առաքյալը մեզ ինչ է ասում։ Գրել է. «Կամ չգիտեք, եղբայրներ, քանզի օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը մարդու վրա իշխում է, քանի դեռ նա կենդանի է, որովհետև ամուսնացած կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա կենդանության ժամանակ, բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։ Ուրեմն, քանի դեռ ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի, բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի ու շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Այդպես էլ դուք, եղբայրներ, Քրիստոսի մարմնով օրենքի համար մեռաք, որպեսզի ուրիշինը լինեք, նրան, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինեք Աստծու համար։ Որովհետև քանի դեռ մարմնի մեջ էինք, մեղսավոր կրքերը, որ օրենքի պատճառով էին, զորանում էին մեր անդամների մեջ, որպեսզի մենք պտղաբեր լինենք մահվան համար, բայց այժմ օրենքից ազատված ենք, որովհետև մեռանք այն բանի համար, որով գերեվարված էինք, որպեսզի հոգու նորոգմամբ ծառայենք եւ ոչ թե հին գրով։ Հարգելինս, Պողոս առաքյալը մեզ ինչ է բացատրում։ Օրինակ է բերում ամուսնության հետ կապված։ Կնոջ օրինակն է բերում։ Ասում է, եթե կինը իր ամուսնու հետ ամուսնացած լինելով անջատվի եւ միանա ուրիշ տղամարդու, պարզ ասած, նա շնություն է կատարելու ըստ օրենքի, բայց երբ ամուսինը մահանա, այն ժամանակ նա ազատվում է օրենքի խստությունից եւ կապանքներից, այսինքն այդ կինը ազատ է եւ կարող է այլ մարդու հետ ամուսնանալ։ Հիմա այս պահին
մեզ Պողոս առաքյալը բացատրում է, որ ինչպես այս օրենքը, նույնպես էլ այս օրենքով կամ այս օրինակով կներեք, մենք կարող ենք բացատրել, թե ինչպես ենք անցնում հին ուխտից նոր ուխտը։ Այսինքն այն ամուսինը, որ մահացել է, նման է հին ուխտին, իսկ նոր ամուսինը Հիսուս Քրիստոսն է եւ նոր ուխտն է։ Ու շատ համապատասխան է այդ օրինակը, որովհետեւ Հիսուսը հանդիսանում է որպես փեսան, մենք էլ հարսը։ Եկեղեցին այդ նկարագրությամբ է տրվում մեզ Աստծո խոսքի մեջ։ Ուրեմն շատ հարմար ու շատ համապատասխան ձևով է եւ օրինակով է Պողոս առաքյալը բացատրում։ Հիսուսը համարվում է որպես փեսան եւ նա փեսան գալու է իր հարսի համար։ Չէ՞, գիտենք մենք Աստծո խոսքի մեջ դա է մեզ սովորեցնում, երբ որ երկրորդ գալուստը լինի Հիսուս Քրիստոսի։ Ուրեմն եկեղեցին հարսը միանում է պարզ ասած իր ամուսնուն, նոր ամուսնուն, որովհետև հին ամուսինը օրենքը այլևս մահացել է, անցել է եւ հիմա մենք անցնում ենք նոր ուխտին։ Եվ տարբերությունը մեր համար այստեղ այն է, որ երբ որ մենք անցնում ենք նոր ուխտին, իհարկե պտուղը Աստծու գործը, կամքը եւ Աստծու մեջ զորանալն է։ Ասում է, որ լինենք որպեսզի պտղաբեր Աստծու համար, լինենք Աստծու համար պտղաբեր։ Բայց օրենքի պտուղը մահն էր, որովհետև ինչքան էլ փորձեին, ինչքան էլ ձգտեին, միևնույնն է, մեղքը մեկընդմիշտ չմաքրվեց, ինչպես որ Հիսուս արեց մեր համար։ Ուրեմն հարգելիներս ինչ է նշանակում։ Մեկը մահ է, մյուսը կյանք է։ Եվ մենք անցնում ենք մահից դեպի կյանք։ Իհարկե հին ուխտի մեջ անընդհատ զոհաբերություններ էր կատարվում, տարին մի անգամ էլ քավության օրվա օրն ունեին իրանք, որ քահանայապետը բարձրանում էր սրբությունների սրբություն, այնտեղ զոհ էր մատուցում ամբողջ Իսրայել ժողովրդի համար եւ նրանց բոլոր մեղքերը մաքրելու համար, բայց այդ ընթացքը անընդհատ կրկնվում էր, անընդհատ արուն էր թափվում, անընդհատ զոհ էին մատուցում, որովհետեւ մի նոխազով եւ այլն պարզ ասած ամբողջությամբ մեղքը չէր մաքրվում։ Հիմա մենք ունենք այդ անձնավորությունը, մենք ունենք մեր Աստծուն Հիսուս Քրիստոսին, որ եկավ մարմնացավ եւ մեր համար եղավ վերջին զոհը։ Եվ այս օրինակով մենք հասկանում ենք, որ ազատվեցինք հին ուխտից, օրենքից եւ ինչպես որ մենք մեռանք մեր հին անձին, նույնպես հարություն առանք Հիսուսի օրինակով որպես նոր մարդ։ Եվ այդ վերստին ծնունդն է, որ Հիսուս Քրիստոս մեզ սովորեցնում է, ասում է մինչև մարդ նորից չծնվի, վերստին չծնվի, չի փրկվի։ Ուրեմն մեր վերստին ծնունդն էլ այն է, որ գիտակցենք, որ Հիսուս Աստծո որդին է, գիտակցենք, որ Հիսուս Աստված է, իհարկե Սուրբ Երրորդությունն է, երրորդության մասն է նա, եւ հավատանք եւ հասկանանք, որ միմիայն Հիսուս Քրիստոսով է փրկությունը։ Եվ եթե մենք հասկանանք դա, գիտակցենք դա եւ զղջանք մեր կատարած մեղքերի համար, ապաշխարենք եւ ընդունենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, մենք ունենում ենք այդ ժամանակ, այդ պահին, այդ վայրկյանին վերստին ծնունդ։ Եվ այդ ապաշխարությունից հետո մենք ստանում ենք Սուրբ Հոգին, որ բնակվում է մեր մեջ, որտեղ նոր ուխտը շատ հրաշալի է, քանի որ նոր ուխտի մեջ Աստված ուղակի մեր մեջ է։ Եվ Սուրբ Հոգին Աստված լինելով մեր մեջ լինելով նա, Սուրբ Հոգին, առաջնորդում է, խրատում է, դաստիարակում է ամեն մի գործ, որ գրված է Հիսուսի կողմից, թե Սուրբ Հոգու դերը, ինչ է լինելու հավատացյալի կյանքում նոր ուխտի մեջ, կատարում է ինքը հրաշալի կերպով։ Եվ 6-րդ համարը նորից եմ ուզում կարդամ, գրած է, բայց այժմ օրենքից ազատված ենք։ Ուրեմն ազատված ենք, որովհետև վերջացավ հին ուխտը եւ օրենքը, որովհետև մեռանք այն բանի համար, որովհետև գերեվարված էինք, որպիսի հոգու նորոգմամբ ծառայենք
եւ ոչ թե հին գրով։ Ուրեմն հարգելիներս, եթե այս պատգամը դուք դիտեցիք ամբողջությամբ, խնդրեմ, որ եթե դեռ այդ որոշումը չեք կայացրել, չեք ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, կամ ձեզ թվում է, որ ուղակի հայ լինելով դուք ժառանգություն եք ձեռք բերել քրիստոնյա լինելու հետ կապված, դա իհարկե սխալ հասկացողություն է։ Ժառանգությամբ քրիստոնեություն եւ փրկություն չենք ստանում։ Ուղակի անձնական որոշում է, որ պետք է դու կատարես եւ պետք է վերստին ծնունդ ստանաս, որպիսի փրկվես։ Իսկ ով ա եղել մեր հայրը կամ պապերը, էական չի ներկա պահին ձեր մասին եւ ձեր հետ կապված։ Եթե ուզում եք փրկություն, ուրեմն միմիայն Հիսուս Քրիստոսով է, միմիայն ձեր որոշումով է, դավանելով է Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, սրտումդ հավատալով, որ նա Տեր է եւ Փրկիչն է ու բերանով էլ խոստովանելն է, դավանելն է, որ նա մեր Տերն է եւ Փրկիչն է։ Ու պարզապես այդպես կարող ենք մենք ունենալ վերստին ծնունդ։ Ուրեմն հույսով եմ, որ հասկանալի էր եւ օրհնվեցիք դուք այս կիրակնօրյա պատգամից։ Խնդրում ենք, որ Տերը ձեզ առատորեն օրհնի, մնաք Տիրոջ կամքի եւ զորության մեջ։ Ամեն։